Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր տաղավարում հյուր ընկալել է միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Ամեն անգամ հանդիպելուց թեմաներին կարծես թե նորից դառնում է անդրադարձ, բայց զարգացումները այլ փուլ են մտնում եւ դրանց չանդրադառնալ չենք կարող։ Դեկտեմբերի 10-ից 12-ը պետք է տեղ ունենար եպիսկոպոսաց ժողովը, որը հետաձգվեց անորոշ ժամանակով եւ այն հոգեվորականները, ովքեր պահանջում էին կաթողիկոսի հեռացումը, երեք հայտարարություն տարածեցին, որ շատ վատ է, որ ժողովը հետաձգվում է, որտեղ իրենք ունեն հարցեր, որոնց պատասխանները կարող էին ստանալ այդ ժողովին եւ կոչ էին անում հոգեվոր իրենց եղբայրներին չտրվել սադրանքների։ Ուզում եմ հասկանալ ձեր մոտեցումը, ինչ սադրանքների մասին է խոսվում հոգեվորականների կողմից եւ ով է համարվում այդ սադրանքների հիմնական աղբյուրը։ Նախ որպես այդպիսին հայտարարության բովանդակությունը, որպես պատասխան տրամաբանական է, կարծում եմ շատերը այդպես համակարծիք կլինեն, որ խոհեմստապ որոշման արդյունք է եւ ես կարծում եմ, որ տվյալ դեպքում վեհապարը ճիշտ որոշում է կայացրել չշտաբելու այդ մասով, ուրիշ բան, որ այդուհանդերձ խնդիրը չի վերանում ու ընդհակառակը խնդիրը այլ աստառ է ստանում։ Բայց նաեւ հասկանում ենք, որ այդ բովանդակության մեջ անկախ բոլոր կարծիքների, որոնք կարող են գոյություն ունենալ, հասկանալով հանդերձ եկեղեցու մեջ իրոք տեղի ունեցող խնդիրները, որոնք կան արկա են ու դրա մասին գիտենք եւ շատ դեպքերում չենք խոսում, եւ ուրիշ բան, երբ որ գիտենք այդ խնդիրը, բայց գիտենք, որ դա ներեկեղեցական խնդիր է եւ դրա լուծման ալտերնատիվ տարբերակներ կար, ոչ թե եկեղեցուն անմիջապես թիրախավորելով։ Բազմից ենք խոսել ձեր հետ միասին։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես եկեղեցու դեմ չեմ։ Դեմ չլինելով դեմ է լինում։ Որ հիմա մենք խոսում ենք, ասում ենք հասկանալի է, եկեղեցու շատ ճիշտ է, այդտեղ պետք է ճիշտ տարանջատենք, շատ ձեր հարցադրումը շատ տեղին է։ Գիտեք, վախեցեք այն մարդկանցից, ովքեր որ ցույց են տալիս, որ իրանք ամենահայրենասերն են, ամենա եկեղեցուն մոտն են, ամենահավատացյալն են։ Այդ մարդկանցից վախեցեք, որոնք որ միշտ այդպես թափահարում են հենց այդ խոսույթը։ Գիտեք, մարդը իր ասելով չի, որ պետք է ցույց տա, որ ինքը դրա կրողն է, այդ արժե համակարգի։ Որովհետև դու եթե այդ արժե համակարգի կրողը լիներ, դու այլ մոտեցումներով այդ հարցին լուծում կտայր։ Եվ բնավ հասկանալի է, չէ, որ խնդիրը այն չի, որ կուսակրոնության խնդիրներ կամ ամոթ է, հա, հասկանալի է, որ դա չի, բայց հասկանալի է, որ դա պատրվակ ստեղծելով ամբողջ եկեղեցու հեղինակությունը դնում ես կասկածի տակ եւ այնպես ես անում, որ եւս մեկ ձևաչափով պառակտում ես ժողովրդին, հա։ Այդ է խնդիրը։ Բազմից եմ ասել, հիմա էլ կասեմ, խնդիրը ինչ տեսնում եկեղեցու հետ։ Ես ավելի քան վստահ եմ, որ փակ սենյակում կամ իրեն հրավիրելով կամ դու իր դուրը գնալով կարող էր այդ հարցին լուծում տալ եւ հասներ ավելի հեշտ քո ուզածին, իսկ մենք գիտենք քո ուզածը, քո փորացավ ուզածը որն էր։ Քան թե այս սցենարներով ամբողջ աշխարհին կաթողիկոսի իրոք հեռացումը իրեն հաջող կաթողիկոս նշանակել մայրաթոռում, ով կկատարի որպես կամակատար ցանկացած հրաման եւ եկեղեցին որպես այդպեսին, այ հիմա ավելի ուղիղ տեքստերով է հանդես գալիս, չէ, ավելի անկեղծ ու շիդակ ասում է իր մտքերը, որ պետք է կախված լինի պետությունից, անջատ չպետք է լինի, պետք է ֆինանսավորման բոլոր աղբյուրները իմանան եւ այլն, խոսեց եւ հրապարակային այո, տեղապան նշանակվի, այս արվի, այն արվի, գիտեք, երբ որ սթափ ամեն ինչը վերլուծում ես, գուցե գիտեք ինչ որ միտեղ իր ասած ինչ որ մի դրվագում ճշմարտանման բան կա, իմաստ կա, տրամաբանություն կա, բայց երբ որ դու հասկանում ես, որ դա նաեւ արտաքին, այսպես հրամայականի արդյունք է, մենք գիտենք այդ քամիները որտեղից է գալիս, հաջողանալու, քամիները որտեղից են գալիս եւ հաջող։ Բաքվից մեկը, ուղիղ ձեզ ասում են, չի նորություն, հա, Բաքվից։ Փաշազադեն ինչ էր ասում եւ այստեղ ինչ էր ելնում, այսինքն մեկը ով եկեղեցին, հայոց եկեղեցին համարում էր տարածաշրջանում ամենավտանգավոր եւ միակ, հա, այսպես տարածաշրջանի երկրների համար վտանգ ներկայացնող կառույցը։
Այս խոսույթը մենք գիտենք որտեղից է գալիս, հասկանում եք, ու մենք տեսել ենք, որ ի պատասխան ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա որևիցե բառ անգամ չի արտաբերել։ Հետևաբար այս ամեն ինչը այն որ թող չներկայացնեն, որ զուտ ներեկեղեցական կամ ժողովուրդ եկեղեցի, ընդ որում ժողովուրդը էդի հարաբերական ասված, ժողովրդի ինչ որ մի Այդ ժողովրդին կարծես թե կաթողիկոսը երբ վերադարձավ Հայաստան, օդանավակայանում էր չտեսավ։ Դե համենայն դեպս, այնպես որ հասկանալի է, իսկ ինչ վերաբերում է ձեր հիմնական հարցին, էլի վերադառնալով, տեսեք, իրենք տեսնում են այդ սադրանքը, այդ եմ ասում, կոմպրոմատներ, շանտաժ։ Ավելի քան վստահ եմ, որ այն 7 թե 10 արդեն 7-ից 10 անցումը արդեն այդ թվականակը, որ իրենք ապահովել են, իրենց հաջո եպիսկոպոսներ եւ այլն, դա շանտաժի, ուլտիմատումների, ինչ բացահայտումների եւ դրանք որպես կոմպրոմատ, հա, լավ օրվա համար, այսպես ասած, պահածի արդյունք է, այնպես չի, որ այդտեղ բոլոր իրենց կամքով են գնացել, ես ավելի քան վստահ եմ, որ դա, որտեվ այս իշխանությունների ձեռագիրը, դա կոմպրոմատն է, դա շանտաժն է։ Իրենք այդ մեթոդաբանությամբ են գնում հարցերի լուծմանը։ Եվ այստեղ ես ենթադրում եմ, որ եթե ես դա ենթադրում եմ, չեմ կարծում, որ վեհապարը իր արքեպիսկոպոսներով այդքանը չի հասկանում, որ ճնշման արդյունքում են շատերը գնացել այդ քայլին եւ այստեղ փորձում են հասկանալ կամուրջները չայրելով ինչ հնարավոր տարբերակ կա, դարձի բերել այսպես ժողովրդական լեզվով ասած այս մարդկանց փորձել Իսկ ինչն է կաթողիկոսին օրինակ ետ պահում այն որոշումից, որ ինքը առաջին քայլը անի եւ գա վարչապետին առաջարկի միասին նստելու, չէ՞ որ երբեմն ասում են, երբ որ զավակները անկարգ են լինում կամ չեն լսում, ծնողն է ավելի խոհեմ լինում, չկա այս տարբերակը։ Տեսեք, ես թույլ կտամ ինձ հետեւյալ վերլուծությունը անել, իմ սուբյեկտիվ կարծիքն եմ հիմա հայտնում, առայն որ ձեր ասածի պատասխանը գործնականում արել է Արամ Ա կաթողիկոսը, երբ որ հիշում եք, մի բան նույնիսկ ժողովրդական ցասում առաջացավ, երբ որ կարծես սիրաշահում էր իշխանություններին, գիրք էր նվիրում, այդ ես կարծում եմ, որ այսպես միջնորդի դերակատարություն էր ստանում, որտեղ Կիլիկյան թեմի առաջնորդն է, վերջի վերջո փորձում է ինքը հարթեցնել այդ սուրճ ծառերը, փորձում է էքստրեմալ վիճակներ չստեղծել, որտեղ արդեն իսկ մենք հիշում ենք ինչ էր կատարվում Սուրբ Էջմիածնի մայրաթոռի պատերի տակ, եւ այստեղ կարծում եմ, որ այդ ֆորմատը չաշխատեց, որովհետեւ հիշում եք, ընդամենը 1 օր առաջ նույն Արամ կաթողիկոսը ասեց, որ Անտիլիասը դեմ է դուրս գալիս նմանատիպ հարցակումների, որակում տվեց եւ ասեց, որ չեմ վախենում այդ որակումներից։ Հիմա մենք հասկանում ենք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ գործողությունը արդեն կոնկրետ ուղղված է լինելու Սուրբ Մայր Աթոռ Էջմիածնի դեմ, կոնկրետ Ալեն Սիմոնյանն է, դրա մասին ես չեմ կարծում, որ այդպես հենց այնպես ակնարկներ է լինում, էլի, առավել եւս երկրորդ դեմքի մասով։ Էսա պատկերը, իրականում սա ողբերգություն է, սա խայտարակություն է, դրա կնադականը դա է, իրենց համար գերխնդիր է այս պահին միակ ինստիտուցիոնալ կառույցը, որը որ հայի ինքնության ու հայապահպանության համար իր գործառույթը ունի, դա դիտարկել եւ ներկայացնել որպես քաղաքական գործառույթ ստանձնած կառույցի, բերել քաղաքական դաշտ, սրբազաններից հոգևորականներից սարքել քաղբանդարգյալներ, ընդ որում այդ բառը ինքնին պրոբլեմատիկ է, որովհետև եթե ինքը սրբազանը չի կարող քաղբանդարգյալ լինի, հասկանում ենք, բառի բուն իմաստով եւ իրավական է։ Իրենք մտան քաղաքական, հիմա տեսեք, նույնն էլ այդ ընտրողաբար, այ խոսում ենք, չէ՞, շանտաժի ուլտիմատումի լեզվով։ Տիգին Մարի, եկեք մի հատ անկեղծ խոսենք։ Ստացվում է, անձամբ չեմ էլ ճանաչում ընդ որում այդ մարդուն, որ ասեմ, հա, իր մարդկային որակականն է կամ հոգևորական որպես մարդ տեսակը։ Բայց ես մի բան գիտեմ, այդ ոնց է տեղի ունենում, 7 տարի առաջ տեղի ունեցած, հա, ինչ որ թմրանյութը ինչ որ իր պատվերով մեկին գցելու համար 7 տարի հետո, այսինքն բայ այդ 7 տարի դուք ինչ էիք անում։ Այսինքն դուք 7 տարի իմացել եք, որ այդպիսի բան կար, հիմա նոր եք անում։ Այսինքն ընտրողաբար արտարադատությունն է։ Այսինքն այս րոպեին պետքա դա վեր կհանեմ, որ րոպեին պետքա կոնսերվացնեմ, կփակեմ, բայց էլի կբացեմ երբեք։ Հիմա մեզ լսողները երկու բանակի են բաժանված։ Մարդիկ, ովքեր գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի արարքները ճիշտ է, քանի որ կաթողիկոսը նույն կաթողիկոսը չի խոսել հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, Արցախի շրջափակման ժամանակ, պատերազմի ժամանակ,
Եվ երկրորդ կողմը, ովքեր որ կանգնած են վեհափառի կողքին եւ այնպես չի որ եկեղեցին ոչինչ չի անում մեր հանրության համար։ Մենք գիտենք սոցիալապես անապահով ընտանիքների աջակցությունը եւ ամեն դեպքում մեր հավատքը եւ հիմա այս թնջուկի մեջ ինչպես մնացածը կան աթեիստներ, կան մարդիկ, որ ոչ այս կողմն են, ոչ այն կողմը։ Ի վերջո պետք է կարողանանք այդ ճշմարտությունը վեր հանել։ Տեսեք, հիմա ասեմ, որ նաև շատ ակտիվացել են ավետարանչականները։ Մի ուրիշ խոսելու թեմա էլ դա է ընդ որում, որպես լրագրող խնդրում եմ հատուկ ուշադրություն։ Արդեն ռուպերներով հայտարարություններ անգամ տարբեր, այսպես կյանքի խոսք, չգիտեմ, տարբեր անունները կրող այդպիսի հավատքի ղեկավարներ են գալիս մտնում, արդեն իրենց իսկ կազմակերպած պատարագների, այդ շրջիկ պատարագներ կոչված են։ Մի տեսանյութ կա, որտեղ ցույց են տալի իբր կյանքի խոսքի այդ ղեկավարները։ Դե դրա համար եմ ասում, էլի, այսպիսի պատկերների ագանատեսն ենք դառնում, մեկը հավաստի, մեկը ոչ հավաստի, այդ դա տանում է ինչ-ինչ ժողովրդի մեջ, սկսում է այդ ձեր ասած ջրբաժանը, պառակտում է եւ այլն։ Ում է դա ձեռնտու, հասկանալի է, չէ՞, արտաքին ուժերին այս դեպքում։ Ինչով է բան, որովհետեւ թուլանում ենք, այսպես։ Շատ մտահոգիչ հարց եք բարձրացնում իրականում։ Եթե դուք ասեք խնդիրը որն է, խնդիրը այստեղ հասկանալ, գիտակցել պահի լրջությունը ու այդ պառակտվածության չգնալ, ավելի այսպես ջրբաժանը ավելի չընդարձակել։ Երկու կողմերն են, չէ՞, հիմա փաստորեն ոչ մեկ։ Դե հիմա տեսեք, ես տեսեք անհատ վերլուծաբան եմ, ես ինքս իրավիճակին տիրապետում եմ, տալիս եմ սթափ վերլուծություն անաչառ։ Ես ասել եմ, եկեղեցու մեջ կան խնդիրներ, այնպես չէ, որ այնտեղ մարդիկ կան, որ իմ աչքի լույսն են բնավ։ Բայց դա չի նշանակում թիրախավորել ողջ եկեղեցին ու հավատքը։ Այսինքն պրոբլեմ կար, պրոբլեմի լուծման մեխանիզմը ճիշտ չի դրված, խնդիրը է դա։ Հիշեցնեմ եւս մեկ անգամ, Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ չէ։ Դե ինքը ստիպված դա արդեն հա պետք է կրկնի, դա պետք է արդեն այսպես ամեն անգամ տարբեր պատե անպատե առիթներին դա ասի, որտեվ ուրիշ էլ ասելու բան չկա, բայց իրականում գործողությունը դա է։ Հիմա դուք տեսեք պատմության մեջ երբևիցե եղել է դեպք, երբ որ Գյումրու օրինակը բերեմ, վերջի ամենաթարմ օրինակը, երբ որ երկու եկեղեցում մեկ հրապարակի վրա, մեկը այս մայթում, մեկը այն մայթում տեղի ունենան տարբեր պատարագներ, բայց այնի ուրիշ որակում ստանա, այնի ուրիշ որակում ստանա, բա որ եկեղեցու դեմ չի։ Ինքը կարող է ազատ, օրինակ Գյումրու հրապարակը ինքնակամ իր ոտքով հատեր, Սուրբ Աստվածամայրից գնար, այո, գնար 7 վերք, կարող էին այդպիսի ամբողջ ուժային կառույցները այդտեղ ներկայությունը իրեն չապավեն ու ինքը ինքնական, եթե Գուցե կարող էր։ Ես ձեզ բացառված է, դուք տեսել եք հաջորդիվ կադրերը, ոնց են գյումրեցիները արձագանքում։ Այսինքն տեսեք, խնդիրը ինչ է, ստացվում է հայության մի զանգված գնում է այն մի եկեղեցի ու իրանց ստացվում է աբսուրդ բան եմ ասում, պարադոքս է։ Այս մի զանգվածը ստացվում է նույն Առաքելական եկեղեցու հետևորդներ են, բայց այստեղ ուրիշ խմբավորում է, հասարակության մի ուրիշ շերտ է, այնտեղ մի ուրիշ շերտ է։ Ու պատկերացնում այդ ժողովուրդը ելնում է հրապարակում հանդիպում են իրար։ Մեկը մեկին վանկարգում է, մեկը մեկին հայոյում է, մեկը մեկի հետևից ռեպլիկներ է թողում, մեկը փախնում է, եկեղեցականներին ամոթանք են տալիս։ Սենց բան մեր պատմության մեջ եկեղեցականներն էլ նզովում են։ Այն էլ նզովում են, մեկը մեկին ամոթ է, իրականում խայտարակություն է։ Մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո ես շարունակեմ իմ հարցերը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Լսում ենք ձեզ։ Բարև, ես ուզում եմ մեր երիտասարդ տղային ասել, որ ինքը չարաճար սխալվում է։ Ինքը Գյումրից է ու ես հասկանում եմ իրան, ինքը չգիտես ինչ մանիպուլյացիաներ է անում ու ասում։ Ինքը թող չգնա իրանք ընդհանրապես Գյումրի բնակիչները հերիքա այդ երկրորդ բազայի Լավ չէ, ես ստիպված եմ գյումրեցի, արցախցի այս անջատումները մեզ մոտ չպետք է ներողություն եմ խնդրում, որ հեռախոսը անջատում եմ, եթե կոնկրետ հարց ունեք կարող եք, առավել ևս եթե դուք գյումրեցի եք, առավել ևս եթե դուք գյումրեցի եք, դուք գտնում եք, որ Գյումրիում գոնե այդպես չպետք է արվեր, հենց նույն գոնե երկրաշարժի օրը։ Առավել ևս հատկապես Գյումրիում եւ հատկապես հենց այդ օրը։ Իհարկե չպետք է արվեր։ Նման սցենար, ամբողջ ոստիկանական ուժային համակարգը այդտեղ ներգրաված լինելով, ասենք աբսուրդի ժանրից չի, որ
ԱԱՑ-ականները ընդ որում ինքը ուղիղ տեքստով դա չի հերքում, այլ հաստատում է լրագրողի այն հարցին, թե ԱԱՑ-ականը ինչ գործ ունի, որ գնա հոգևորական ինչ որ բան խնդրի։ Նախ ԱԱՑ-ականը ինչ որ բան խնդրում է, Տիգին Մարի չի խնդրում։ Երկրորդը ԱԱՑ-ականի ֆունկցիան ի՞նչն է։ Անվտանգ, այսինքն մի հատ դուք ինձ բացատրեք այդ անվտանգության սեգմենտը, երբ որ հոգևորականին, այսպես ասած, խնդրում են, թե ուրեմն Բարսաստիճան հոգևորականի անունը զեղչեք, այս արեք են արեք։ Հիմա եկեղեցու հետ կապված ամեն դեպքում մենք կհետևենք զարգացումներին, որտեղ այսպես ամեն դեպքում չի մնա, որտեղ մի փուլ ենք մտել, որ այդ հակասությունները մի օր պայթելու են։ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է դրոշը եւ օրհներգը։ Այս հարցի հետ կապված ձեր կարծիքը ո՞րն է։ Չէ, դա աբսուրդի ժանրից է էլի։ Տեսեք, եկեք հասկանանք, հա, եկեղեցին սահմանադրորեն անջատ է պետությունից։ Ես ինքս ընդունում եմ, որ այդ անջատը հարաբերական է, պետք է լինի։ Այսինքն այդ տարը պետք է, բայց տեսեք, ինքը հաջորդիվ նաեւ ինչ է ասում։ Եկեղեցին ստեղծել է պետությունը, հա, դե հիմա այդ մարդու եթե գիտելիքի աստիճանը այդ է, արի բացատրի, որ առաքյալներ Թադեոս Պադուխեմյոսն են ստեղծել ժամանակ հենց այդ, երբ որ պետություն հենց դա չի եղել, եկեղեցին ա եղել ու պետության դերեստանձն է, այդ մարդը ասում է, հասկանում ես, որ պետականացնում է ինքը եկեղեցին, այս պահին ինքը պետականացնում է, սեպագանաշնորհում է, ավելին ասեմ։ Հիմա դուք հարց եք տալիս, այդ հարցի բովանդակությունը, այդ նույն հաջողությամբ ես կարամ ասեմ, նույն բոլոր պետական ինստանցիաներում, հա, նախարարություններում հայր մերը առավոտյան ամեն մեկը ասում են պաշտոնապես, ժամ կա դրա համար, օրինակ հայր մերը, ինչ որ օրն է, կարծում եմ, չէ, դե եթե ամեն ինչ անում ենք, պետք է փոխադարձ զուգահեռական լինի, չէ, նույն բանը հիմա կարող ենք ասել։ Տերունական աղոթքներ պետք է անեն պետական հաստատությունները։ Չէ, տեսեք, պատարագների ժամանակ եկեղեցականները, եթե ուշադիր եք եղել, հայ ժողովրդի, հայ ազգի, ընդհանրապես հայ պետականության համար միշտ աղոթում են։ Իրենց աղոթներում առաջի տողերը հենց հնչում է դա։ Բարօրություն են, բարեկեցություն են կամենում, Աստծուց խնդրում են դա։ Հիմա ես օրինակ մեծ հաշվով, եթե դիտարկենք որպես կառույց, որի տարածքում կարող է եկեղեցու տարածքում դրոշ լինի, ընդ որում ես շատ եկեղեցիների տարածքներում տեսել եմ դրոշ եղել է։ Ասենք ես այդ հանգամանքը չեմ պայմանավորեցնում, էլի պարտադիր կանոն է, բայց լավ է, ինքը Հայաստանի տարածքում է, ինքը հայ առաքելական եկեղեցին է, այստեղ վիճարկելու երկրորդ տարբերակը չկա։ Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի հետ չկապելու մենակ մի հատ դրվագ կա, երբ որ ադրբեջանական պրոպագանդիստները ասում են, որ դա ալբանական եկեղեցի է, ընդհանրապես դա հայկականի հետ կապ չունի, հայկական եկեղեցի։ Ընդ որում գիտեք, այդտեղ իշքան հագասական, տխմարաբանություն, ցնդաբանություն են մեկնաբանում։ Հիմա եթե այդ տրամաբանությամբ ենք գնում, այսինքն հայտնի հիշում եք տարիներ առաջ նաև այդ դրոշի պատմությամբ ինչպես հիշում եք Մաքսավորը ինչպես ազատեց գործից, հա։ Հիմա դե տեսեք, հիմա այդ Դրա համար եմ ասում, այդպիսի հա այդ խորհրդանշական բաներով ժողովրդի հետ խոսել է, այ հենց այդ որ Տիգին ասում է մանիպուլացնել է դա։ Այլ ոչ թե, հա գյումրեցիք այսպես են վերաբերվում, այնպես է։ Մարդը եթե տարանջատում ասում է գյումրեցիներ այսպես են անում։ Գյումրեցիների ցասումը հիմնավորված է։ Առավել եւս գյումրեցիների ցասումը շատ հիմնավորված է։ Եվ ոչ միայն այն ռեպրեսիաները, որ տեղի ունենում, այդ գյումրեցու հետ չի կարելի նման ձևով վարվել եւ ընդհանրապես քաղաքը դարձնել ինչ որ բանը մասկի շոու, չգիտեմ, ինչքան ուժային կառույց կա բերել լցել քաղաք, կատվածահար անել քաղաքի երթևեկությունը, շարժը մարդկանց շատերին ծեծելով տանել, հա, մեկը մի քիչ ակտիվություն դրսևորի մի բառ ասի առանց պատճառ հասկանալու ձերբակալ են։ Ընդ որում ասում են քաղ բանդարգյալ չունենք, լուրջ եք ասում։ Իսկ ինչպես եք վերաբերվում, որ Գերմանիայում այդ ասուլիսի ժամանակ եւ հարցազրույցի լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ էլ նորից եկեղեցուն անդրադառնանք, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ֆինանսների խնդիրը կա, չէ, բացահայտելու թե որտեղից են այդ գումարները եւ նշեց աղքատության մեջ ապրող հոգեվորականների մասին։ Տեսեք, չէ, որ սա արդեն սոցիալական արդարության շատ ճիշտ բան եք ասում։ Գիտեք ինչի adekvat մարդիկ լուրջ չեն վերաբերվում իր ասածին, որովհետև երկրի ղեկավար ես, ունես բոլոր լծակները, քեզ է ենթարկվում բոլոր կառույցները, այդ թվում դու ես ասում, որ այտենց դադավոր չկա, որ իմ ասածը չանի, դու այսօր օրինակ եմ բերում, մի հատ օրինակ եմ բերում, ասում ես
KGB-ի լեյտենանտի ագենտա, որը տենց այդ կալիբրի, այդ կատեգորիայի զեկույցներն է։ Եղբայր դու դքան բան ասող ես կամ ասում եմ Մոսկվայում եղբայրն էլ նստած է ուրիշ ֆունկցիա անում։ Բայց այդքան բանը, որ դու լուսաբանում ես, քեզ ոնց լուրջ վերաբերվենք, երբ որ դու այդքան բանը գիտես ու այդ մարդկանց այդպես պահում ես, կամ այսքան ժամանակ իմացել ես, բայց գործառույթ չես իրականացրել իր դեմ։ Տեսեք, չէ, հադիգ ասում է, այս եմ արել, այն եմ հետ բերել, այն ընդ որում այդտեղ է խնդրահարույց իրավիճակներ կա։ Շատ դեպքերում ցույց է տալի հադիգ ես տարածքն եմ բերես, մագեր ես տարածքը արժեր այսքան, պետական բյուջեին այսքան օգուտ եմ տվել, երբ որ օրինակ պետության հետ մեկը պայմանագիր է ունեցել, ավարտվել է, բայց ինքը դա ներկայացնում է ժողովրդին որպես ձեռքբերում հետ բերում։ Մի հատ ուրիշ բան է, որտեղ ամեն մեկը չի տիրապետում, կարդում է, ասում է, «Վաու, մեր վարչապետը էս ինչ հետ բերող է»։ Հիշում եք ժամանակին է Prado ու Range Rover-ը բեր։ Հիմա տեսեք, դրա համար լուրջ չենք վերաբերում։ Ես ինքս լուրջ չեմ կարող վերաբերել։ Եթե խնդիրը կա, գուցե կա, բայց քանի որ դա հնչում է վարչապետի Չէ, իրականում ինքը հանցագործության մասին շատ լուրջ, ծանրագույն հանցագործության մասին ուղիղ տեքստով խոսում է, ակնարկել չի անում, խոսում է։ Երբ որ ասում ես, բա եղբայր, բա դու ամեն ինչ ունես, մուրջ ու մանգաղ ես թափ տալի ժողովրդի դեմը, բա այդ եպա կիրառվելու, այսինքն որ դեպքում դու, այսինքն թե վերապահում կա, որի դեպքում բան։ Այսինքն եթե դու խոսում ես, բա գործը որտեղ տեսնենք։ Ոնց կարող է, թե եկեղեցականներից ինչ որ մեկը տենց բան է անում, բնականաբար ձերբակալվում անկար իր հոգևորական վիճակին։ Եթե տենց բան կա, ոնց կարող է հայոց եկեղեցում լինի ինչ որ ագենտ կամ չգիտեմ, դրածո եւ այլն։ Աբսուրդի ժանրից է, չէ՞։ Եկեղեցու հետ կապված կհետևենք իրադարձություններին եւ եպիսկոպոսատ ժողովը փաստորեն հետաձգվեց ամեն դեպքում հակասությունները դեռ կան, տեսնենք ինչով կավարտվեն։ Մենք դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ ասեմ, որ մենք հեռախոսազանգ ունենք, քանի որ զանգերը շատ են, լսենք մեր հեռուստադիտողներին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, բաժար, ռեկլամը գնում է։ Չէ, դուք խոսեք մեզ հետ հեռախոսով, արդեն մեզ հետ բացառապես խոսեք, հիմա արդեն երևում է էկրաններում։ Լսում ենք ձեզ։ Okay, ուրեմն ես համանդան եմ ձեր հյուրի հետ, որ շատ հարցերում ինքը ճիշտ է, բայց ես հարցերում ուրեմն այսպիսին է, որ իրոք վարչապետն ու պետքա Սրբազան ամենան հայոց կաթողիկոսը պետքա իրար հետ առանձին խոսային, բայց ինչպես մեր նախագահներ, ինչպես Քոչարյանը, ինչ ուզում անում էր, ինչպես Սերժ Սարգսյանը նույնպես մեր ամենայն հայոց կաթողիկոսը ինչ ուզում է անում է, եւ վարչապետը ոչ մի բան չէր կարող անել, ինք ավելի ուժեղ զգում իրան վարչապետից, քանի որ մեր ամենայն հայոց պաշտպան սիրելի Պուտինը իր մեջին կայնատեր նամբեր 1, ոչ մեկ իրան բան չէր կարող անել։ Դրա համար վարչապետը այս քանի դիմեց, խնդրում եմ պատասխանել։ Շնորհակալություն։ Վարչապետը Պուտինը կանգնած է։ Հա, էլի ռուսական հանգամանքի։ Գիտեք, մենք գիտենք, որ Համամիտ են, որ պետք է նստեն, երկխոսեն եւ այլն, բայց կան նաեւ թելերը տանում են դեպի Կրեմլ, այս ամենը ընդունում ենք, չէ՞, որ ասում է ագենտների վխտում են Հայաստանում գործակալները, երբեք չի բացառվում մի բան։ Այստեղ էլի գալիս ենք էլի նախորդ իմ ասածին։ Եղբայր, դու տիրապետում ես առաջի աստիճանի պետական գաղտնիքների, քեզ զեկուցում են։ Դու հաղորդում կարող ես տալ հանցագործության մասին։ Եթե դու դա չես կիրառում, ուրեմն ընտրողաբար արտարադատություն ես անում, լինի դա վեհապարը, լինի դա նրանից ստորադաս ավելի, ինչ որ այլ ուրիշ հոգևորական եւ այլն։ Հիմա այս պարագայում գալիս ենք էլի այն համոզմանը, որ այո, մենք կարող ենք մեղադրել, կարող ենք իրոք նույնիսկ փաստարկել, որ դրսի ազդեցություն կա։ Այ ես ասեցի, որտեղից ինչ ազդեցություն կա։ Չի բացառվում նաեւ ռուսական ազդեցությունը, չի բացառվում։ Մանավանդ հասկանում ենք, հա, այս ռասկլադի մեջ Ռուսաստանի դերակատարություն, որը այս պահին կարծես այսպես նեյտրալ է դիրք բերում, բայց այդուհանդերձ իրենց ազդեցության կոդիները կան։ Այնպես որ մասամբ կարող են։ Ընդ որում Գերմանիայում հարցը, երբ որ լրագրողներից մեկը հարցը տվեց, կարծում եմ, որ հետևել եք, ինչ ասեց, որ ճշնամական վերաբերմունք կա եկեղեցու կողմից ձեր իշխանության նկատմամբ, որքանով էլ ասենք սա ձեզ համար որպես հայ քրիստոնյայի մեր մասին խոսում են այդպես։ Գիտեք ինչ, ամեն մեկը իր սուբյեկտիվ կարծիքով շատ ցավում եմ, որ նման կարծիք կա ընդհանրապես կամ նման կարծիք են գեներացնում, այդ կարծիքի վրա ինչ որ բան են գեներացնում ու դա հրամցնում են ժողովրդին, հենց այդ ջրբաժանը այդտեղից է սկսվում։ Լսենք նաև մեր հեռուստադիտողին։ Զանգը անջատվեց, ես խոստանում եմ լինելու դեպքում ես իմ խոսքը կընդհատեմ, որտեղ զանգերը շատ են, հաշվի առնենք, որ այս մեր հաղորդումը տարվա վերջի հաղորդումն է, կհանդիպենք հաջորդ տարի, այնպես որ հիմա հասկանանք ինչ է կատարվում արտաքին դիվանագիտական դաշտում։ Գերմանիա այցը ինչպես է գնահատում, մենք այդտեղ հռչակագիր ստորագրեցինք, հռչակագիրի մի շարք ոլորտներ ներառում է, այնպես որ սա ոչ այսպես ասած լավ զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ պարոն Կարապետյան, ողջունում ձեզ հեռավոր գրենդելից։ Պարոն Կարապետյան, դուք հավանաբար միգուցե լսել եք լուրերից Transparency International այդ հայտնի կազմակերպությունը հակակոռուպցիոն միջազգային սուր քննադատեց Հայաստանի կառավարությանը վերջին զեկույցում քննադատեց եկեղեցու դեմ ճնշումների ընտրովի արդարադատության հետ կապված ես մեծ ուրախությամբ կարդացի այդ զեկույցը, որտեղ
Մարին հավանաբար կվկայի ես բազմիցս նատապանի եթերում ասել եմ, որ դա հզոր ձև է, որ մեր ժողովուրդը օգտագործի եվրոպական արևմտյան կառույցները ճնշում գործադրելու հայաստանի իշխանությունների վրա, որտեղ իշխանությունները կախված են արևմուտքից եւ նրանք էլ ցանկանում են, որ Հայաստանում դա նույնիսկ արժեքներն են։ Ինչու ձեր կարծիքով ավելի շատ չի Հայաստանի քաղաքասարակությունը դիմում եվրոպական կամ արևմտյան կառույցներին, որովհետեւ ճնշում գործադրի, որտեղ դա կարող է արդյունավետ լինել։ Արդյոք դրա պատճառը ձեր կարծիքով որոշ կասկածանքն է կամ վստահության պակասը Եվրոպայի կամ արևմուտքի նկատմամբ անգամ ասած ձեր մոդելը ես երբեմն նկատել այդ կասկածանքը արդյոք դա ռուսական նարատիվների տարածումն է Հայաստանում, որ Եվրոպան չի ցանկանում օգնել, ինչու ավելի ուժեղ չի կամ ավելի ակտիվ չի Հայաստանի քաղաքասարակությունը օգտագործում արևմտյան կառույցները ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ զանգի համար։ Շնորհակալ եմ շատ կարևոր իրականում հարցադրման համար, ծանոթ եմ զեկույցին, գիտեմ բովանդակությունը, ընդ որում լրատվական դաշտում քիչ են խոսում այս մասին, չգիտես ինչի, մաքսիմալ փորձում են ծածկադմպոց անեն, իրականում բավական լուրջ զեկույց է եղել, շատ ուրախ եմ, որ մեջ բերեց, որտեղ ես պատրաստվում եմ իմ խոսքի մեջ այդ մասին ասել, ակնարկան էլ կամ մտահոգություններից մեկը այդ ֆոբիաներն ու վախերն են, որ հանգարց նմանատիպ վերպետական կառույցներին դիմելուց կունենան խնդիրներ։ Շատ ուղիղ եմ ասում, որոշ ինֆորմացիայի տիրապետելով, քաղաքասարակության որոշ ՀԿ-ների հետ անձամբ ղեկավարներին ճանաչելով եւ իրենց կարծիքը լսելով։ Այստեղ կոնֆիդենցիալ բան չի, որ ես ասում եմ, ուղղակի վախի մթնոլորտ վախենում եմ, որտեղ իրենց հետևից ընկնելու, ժողովրդական լեզվով ասած։ Ռուսական ֆորմատը այստեղ էլի կարա տեղավորվի ինչ որ բան, այդ ձեր նշածը հնարավոր է, չի բացառվում, այդ էլ ասեմ, բայց հիմնական խնդիրը այդտեղ է։ Եվ այստեղ մի հատ էլ ուրիշ խնդիր կա, որ ես ձեր հատուկ ուշադրությանը կհրավիրեի։ Որն է այդ քաղաքասարակությունը։ Ասում են քաղաքասարակություն։ Շատ դեպքերում քաղաքասարակության անունից, մեր ամբողջ ժողովրդի անունից, այդպես են իրանք ներկայանում, որոշ գնում են, օրինակ Բաքու, որ մեկնեցին տղաները եկան, իրենք էլ են ու կարծում եմ հիշում եք նաև իրենց այնտեղի բարձրաստիճան ղեկավարների ադրբեջանցի մեսիջները մեզ հաղորդում են, այսպես տպավորություններ, որ նրանք ինֆորմացիա տարան, բերեցին, փորձեցին այսպես իրանց բանը Այսինքն եթե այդ հասարակությունն է քաղաքասարակության միանշանակ չընդունվեց այդ այցը հասկանալի է, պատճառաբանությունը գիտենք։ Այստեղ ավելի շուտ գիտեք, աշխատում են այսօրվա ժողովրդական լեզվով ասած ռասկլադի իրավիճակում Ադրբեջանի հետ բարեդրացիության հաստատման, քան եվրոպական կառույցներին դիմելը։ Եթե ուշադիր եք եղել, տառացիորեն երեք տեղի ունեցավ կարևոր իրադարձություն հայ-եվրոպական այդ կարևորագույն հուշագրերի, որը ես շատ գնահատում եմ ընդ որում։ Իհարկե դա առողակարգային բնույթի բաներ եւ նաեւ այս այցելությունը եւս առողակարգային, այստեղ հստակ տեսակ, օրինակ Բաքվի ցայտնոտներ, պատասխանը փաստորեն վախի մթնոլորտն է, որ թույլ չի տալիս եւ չակերտավոր են այդ քաղաքասարակության ներկայացուցիչները, որոնք պետք է որպես նախ ինստիտուտ էլ քաղաքասարակությունը Հայաստան որպես ինստիտուտ կայացած, որը իրավունք ունի ժողովրդի անունից կամ մեծամասնության անունից միտք արդահայտել, առևս այդ գեներացված միտքը տանել հասցնել նման վերպետական կառույցներին, այդտեղ շատ խնդրահարույց իրավիճակներ կա, հենց այդ որ բերեցինք Բաքվի գնացած մեր տղաների այդ բանը, հասարակության մի ստվար զանգված շատ բորբոքվեց այդ իրադարձը, հիշում եք։ Նույնիսկ ասում են Ինչու իրենք կամ ով է որոշել, որ նրանք կարող են հայ ազգի անունից ինչ որ ներկայանան ու ինչ որ ինֆորմացիա բերեն, ներկայացնեն հանրությանը զեկույցի տեսքով եւ այլն։ Այստեղ էլ մի հատ ուրիշ դրա համար եմ ասում, ինստիտուցիոնալ նախ մոդեցումը խնդիր ունենք այստեղ քաղաքասարակություն ասածի, որպես կառույց ինստիտուցիոնալ կառույց էստեղ։ Եվ վերջում այդ կապը, որ բերեցի այդ նաև այդ համատեքստում ասեցի, Բաքվի ցայտնոտը, հիշում եք Հաջիևը շատ ծանր էր տարել եւ այդ մասին ուղիղ ասեց, որ մենակ այդ Ղարաբաղցի փախստական, չէ, ձևակերպումը շատ կարեւոր է, Տիգին Մարի։ Ձևակերպումը այսպես էր. Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում Արցախի հայերի, ուրեմն
կարծեմ այսպես էր ֆարմիլորով կենտրված փախստականների դուրս գալը Արցախից, այսինքն այդ ձևակերպումը իրենց համար ցայտնոդի առարգա էր տարել։ Եվ հասկանում ենք, եւ այստեղ տեսեք էլի գալիս ենք մի հատ կարևոր խոսակցության, որը որ չեմ կարող չասել։ Տեսեք դուք ասում եք Գերմանիայում լրագրողը այսպիսի հարց տվեց, հա։ Իսկ որում այնտեղի դեսպանը ինչ ասեց, որ այս խաղաղության ամբողջ գործընթացը դա Ադրբեջանի Չէ, բայց ես ավելի զավեշտի, ես ավելի վտանգավոր, մարազմատիկ բան պետք է ասեմ, որ լսել եմ։ Վարչապետը ինչ էր ասում։ Համբուրգում էր կարծեմ, ասեց ես առաջարկում եմ սուկահեռաբար ադրբեջանական կողմ արևմտյան Ադրբեջանը չկիրառի, մենք արցախցիների վերադարձի մասին չխոսենք, Ղարաբաղի հայերի վերադարձի մասին չխոսենք։ Այսինքն ստացվում է նախ ընդունում է, որ արևմտյան Ադրբեջանը ասելով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն են, որտեղ մինչև այդ հիշում եք ասում էր, ես դա անցալում եմ, որ Զանգելան, չգիտեմ, Կովսական այդ կողմի հատվածն եմ, ես այդպես կարող եմ, ինքնախապեյությամբ էր զբաղված։ Հիմա գոնե ընդունում է, որ Ադրբեջանը, որ ուղիղ տեքստով ասում է, դա ի նկատի ունի։ Կոնկրետ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Եվ ավելին ասում է, ես կարող եմ ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջ չունի Ադրբեջան։ Եղբայր, դու ինչ ես քո առաջ դրել այդպիսի խնդիր, որ մի հատ էլ ապացուցես։ Ինչ է նշանակում ես կարող եմ ապացուցել։ Իսկ ներողություն, դու կարող ես ապացուցել, որ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանի հանդեպ։ Ավելին ասեմ, դու կարող ես ցույց տալ գետ 1 քարտեզ, որ ադրբեջանական կողմը մի անգամ գոնե հղում տալով այդ քարտեզին ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը այդ քարտեզներով։ Էլ չխոսեմ, հա, մյուս հետևանքների մասին, խոսույթների մասին։ Էլ չխոսեմ, չէ, որ մարդիկ հստակ ասում են, որ մեր ժառանգությունը պետք է վերականգնվի արևմտյան Ադրբեջանում, վերադարձի մասին։ Էլ նույն հռետորաբանությունը, նույն առավելապաշտական նկրդումների մասը հասկանում ենք, չէ, որ Բաքուն հիմա զինվում է, այս պահին էլ շարունակաբար զինվում է, որտեղ ունի հաջորդ պլան։ Իրենց բարձրաստիճան ղեկավարներից մեկը շատ ուղիղ տեքստով վերջերս ասեց, դե ես հետևում եմ այդ իրենց մամուլին, ընդ որում մաքսիմալ հավաստի աղբյուրներին։ Մարդը ասում է, մենք այս հարցը լուծել ենք, հաջորդ հարցը արևմտյան Ադրբեջանն է, այսինքն մենք մեր առաջ դրել ենք հաջորդ խնդիրը։ Եվ այդ հաջորդ խնդիրը ժամանակի հարց է, եւ բնականաբար, այո, մենք չենք պատրաստվում դրան հասնել ռազմական ճանապարհով, երբ որ կարող ենք ասած Ալիևի ավտոներով գանք, բայց դեռ մենք հո լավ գիտենք այդ մեքենայով գալու հետևանքները ինչ կարող են լինել։ Քանի որ խոսեցինք Հայաստան-Ադրբեջան, ամեն դեպքում այստեղ էլ կա զարգացումներ։ Հաջիևը, Երևան եւ Բաքուն Հաջիևը հայտարարեց, որ Երևանը եւ Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի եւ նավթամթերքի արտահանման հարցը։ Ալեն Սիմոնյանը ինչ հայտարարեց, որ պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա։ Բոլոր տեսակի ապրանքների, ապրանքաշրջանառության պետք է ուշադրություն դարձնել։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է, որ իրենք նպատակադրված, որպես աշխատանքային ռեժիմի մի մասը դարձել, որ հստակ տնտեսական հարաբերություններ են ուզում հաստատել Ադրբեջանի հետ։ Ռիսկեր կան։ Ռիսկեր կարող եմ բազմիցս թվարկել, ձեր ժամանակը չի բավարարի։ Այստեղ ես ուրիշ խնդիր կա։ Դե եթե դա չի հաշվարկում, էլ ինչ իշխանություն, բա ինչի համար։ Մանավանդ էներգակիրների փոխանակման այս խնդիրը։ Ես դրա մասին ի դեպ ասել եմ իմ հրապարակային ելույթներում։ Շատ վտանգավոր բան են իրենք առաջարկել, ընդ որում Տաշկենտում արդեն 500 միլիոնի պայմանագիրը ստորագրել են։ Այդ էլ լրատվամիջոցներին, այ մենք մասնագետ ենք, գիտենք, դուք լրագրող եք, պրոֆեսիոնալ, դրա մասին խոսում եք։ Շատերը չգիտեն ինչի մասին է։ Այդ էլ եթե կուզեք խոսենք, բայց փաստը այն է, որ դու ստացվում է դիվանագիտական այդ նույն առևտրաշրջանառության մասով եմ ասում, հարաբերություն չունես, դերևս դելիմիտացված դեմարկացման այդ գործողությունները ավարտած չի։ Այդ իրենց պահանջները հլպ դե հայկական կողմը սահմանադրություն պետքա փոխի, ընդ որում ասեց անցնենք հաջորդ 26 թվականի ընտրությունները, մենք դա կանենք։ Արդեն ռեալ Գերմանիայում նա ասեց այդ մասը։ Ինչ վերաբերում է այդ մասով դու դիվանագիտական հարաբերություններ դեռ չունես Ադրբեջանի հետ, բայց առևտրաշրջանառությունից ես խոսում։ Իր բոլոր ռիսկերով հանդերձ, հա, էներգոկիրների մասով շատ լավ նկատառում արեցիք։ Ընդ որում այդտեղ վրացական ֆորմատն են նաև ներքաշում, որ մարդկանց մոտ այլ տրամաբանություն ստեղծվի, որ հաբի պես ինչ որ բան են ուզում տարածաշրջանային ստեղծել։ Այդ դրա համար է ես ասում եմ, եղբայր, եթե դուք այդքան միլիոնավոր դոլարներ պատրաստում եք Հայաստանի տակ, որ էներգո որպես ռեսուրսների միավորում տեղի ունենա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջև,
ընդ որում դուք կարդացել եք զեկույցը, ինչ ձև այդ հոգեցուն սրդաճմլիկ ինչ հայտարարությամբ են դա ասում, որբիսի դուք կախվածությունից Ռուսաստանից ես ձերբազատենք, ցես հնարավորություն ենք տալիս, ասում ես եղբայր հնարավորություն ես ուզում տալ, ֆինանսը տվեք, մենք երկրորդ ատոմակայանի կամ ռեակտորների վերագործարկման համար կանենք այդ գումարը կներդնենք, այս ինչի մասին եք խոսում։ Մեկ երկրի հետ, որ դու չունես դիվանագիտական հարաբերություններ, դու այդ երկրի հետ էներգոռեսուրսների համաձայնագիր ես կնքում։ Այդ դեպքում սա ինչ է։ Նախընտրական։ Նաև նախընտրական։ Այստեղ նաև կախվածության մեջ գցելն է, ոնց ասեմ, էլ չասեմ հիմա, ասեմ կասեն պանիկա է տարածում, մեծամորի փագելն էլ է, չէ, արդիական, առավել ես Թուրքիայի պահանջներից մեկն է եղել։ Ընդ որում Ֆիդանն էլ ասում է, չէ, ասում է ցանկացած գործողություն երեկվա բառացի ցիտում եմ հայտարարությունից։ Ասում է մենք ինչ անում ենք Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կապված բանակցություններում, անում ենք միասին սինխրոնիզացված։ Այս այն պարագայում, երբ որ շատերը ասում են, որ Ադրբեջանը ինքնուրույն ու առանձին է գործում, հայ-ադրբեջանական հարաբերությունները առանձին գործընթաց է, առանձին process է, այդպիսի բան չկա, սա համաձայնեցված է Թուրքիայի հետ։ Եվ հասկանանք, Կալասը հայտարարում է, որ Ռուսաստանը լայնում է իր ապատեղեկատվական արշավը Հայաստանում։ Ինչու են հենց այդ հիմա այդ մասին։ Դե Կալասը նաև Հայաստանին կոչ էր անում, հիշում եք, հագառուսական այդ բաժամիջոցներին նաև մաս։ Գիտեք, տարբեր բաստադի նույն Ուրսուլան, հա, ուրիշ բան ասում, ժամանակը ցույց է տալիս, ընդ որում Վիկտոր Օրբանը շատ լավ գնահատական է տվել ֆոն դեր Լայենի, որպես մարդ եւ որպես լիդեր, հա։ Շատ շատերը կգան ու շատ բաներ կառաջարկեն, ու այդ ամեն ինչի հիմքում կդնեն ինչ-որ մի հատ կլորիկ գումար, որպես օգնություն։ Բայց ես միշտ ասել եմ, այդ ամեն ինչը գին ունի։ Գումարը տվո ասում է, кто платит, тот заказывает музыку։ Հիմա թե Հայաստանին ինչ պայմանով են տվել, ընդ որում այդ 500,000, որ ասում ենք, այդ նոր խոսում ենք Տաշկենտյան համը, դրա հիման վրա էլ չէ մեզ գումար են տվել։ Որ դրա դիմաց մենք պետք է գործողություն, մի հատ չի էլ լուսաբանվում, դա վարկա, դա փոխառություն է, դա պարտք է, դա վերադարձման ենթակա չի։ Ու այդպես, այդ դրա համար էլ մենք երբ որ հարց ենք տալիս, ասում ենք 6-7 միլիոնը ոնց դարձավ, միլիարդը ոնց դարձավ 14 արտաքին պարտքը։ Նախ այդտեղ մի հատ ուրիշ մի հատ մութ անկյուն կա, որ ասում է զենք ենք առել, ու դու ապացուցում ես, որ զենք առածը այդքան չէր կարող հասներ, հա, կամ որ արցախցիներին օգնելու համար փողա պետք եղել ուզել ենք այսպես։ Գիտեք, վաղը մյուս օր այդ հարցերը իրանց դեմը դրվելու է։ Ամեն լումայով ու տեսնենք իրենք կարան այդպես լուրջ հիմնավորեն իրենց ասածները արտաքին պարտքը հասցնես մինչև 13-14 միլիարդ դու ասես զենք եմ ընդ որում զենքի մենք գիտենք որ թվերին ինչքան է զենք տրամադրվել մեր բյուջեից ինչքանն է գնացել դրան ինչքանն է որպես պարտ փոխառություն վերցվել զենք գնելու ձեռք բերելու համար Էլ չեմ ասում абսուրդի մյուս կողմը որ ասում է 50 հոգի հավաքվեք եկեք տարեմ ցույց տամ այդ զենքերը Եվ եթե հիմա նորից վերադառնանք Գերմանիայի այցին, ինչպես է գնահատում ընդհանուր եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այնտեղից կգա Մոսկվա։ Դե տեսեք, արողակարգային հերթական հանդիպում էր, խոստացավ, որ ամայնեմա 2026 թվականին կգա Երևան։ Այո, դե հիմա տեսեք, արողակարգային հերթական այցելություններ, կարևոր այցելություններ Ռազմավարական դաշնակցության մասին, հա, դաշնակցային հարաբերությունների մասին, իհարկե ես դեռևս չեմ ծանոթացել բովանդակությանը, տվյալ դեպքում նաև Գերմանիայի հետ, մասնավորապես Գերմանիայի հետ ինչպիսի համագործակցության մասին է խոսքը, որպիսի տան գնահատականս, բայց ամեն դեպքում իհարկե կարևորում է։ Իհարկե, եթե միայն այն հանգամանքը, որ անկախ նրանից, որ Բաքվի մոտ ցայտնոտ է առաջացել այս մասով, ուրեմն խոսում է, որ գոնե այդ մասով հիմա թե ինքնաբերաբար թե նրանց արածի արգասիքն է, ամենայն դեպս ինչ որ բան կարող է արդեն ճիշտ է արվում։ Ես ընդհանրապես միշտ ասել եմ, որ ցանկացած աշխարհի քաղաքական քարտեզի վրա որ երկրի հետ հնարավոր համագործակցության եթե եզրեր կան, պետք է դրանից օգտվենք։ Այսինքն ես միշտ ասել եմ, Հայաստանը պետք է բաց լինի ցանկացած երկրի հետ առավել եւս որտեղ հիմքը դրված է առևտրաշրջանառությունը
այդ երկրների հետ ցանկացած տեսակի կաշկանդված երկրի չլինի հետ տեխնոլոգիաների իհարկե հետ ունենալու մենք է սուվերեն երկիր ենք ինքնիշխան մենք մշակույթ, լեզու, ցանկացած կրթություն, երկրի հետ գիտություն։ կարող ենք ցանկացած ֆորմատի հարաբերություններ հաստատել այդ թվում Եվրոմիության եւ հատկապես Եվրոմիության անդամ երկրների հետ որը նույնպես ցայտնոտ է առաջացնում Ադրբեջանում մենք տեսանք որ այդ համաձայնագրի հետ կապված նաև ԵՄ Հայաստանի Հանրապետություն խոսեցինք այո այդ մասը նորից ցայտնոտի Հիմա մի հարց եմ ուզում քննարկենք սոցիալական ցանցերի հաղորդագրությունների համաձայն Սաֆարովին շնորհվել է քանի որ դուք հետևում եք ադրբեջանական մամուլին գնդապետի կոչում տեղյակ եմ Այս մասին նաև եղել է ոչ պաշտոնական ներքին ինչ-որ համաձայնություն եւ հրաման, որ շատ սոցցանցերից բացի պետական մակարդակով շատ դրա մասին չխոսել, ի՞նչն է խնդիրը։ Այսինքն չխոսեն հայկական տիրույթում, թե նույնիսկ իրենց ԶԼՄ-ներին է որոշակի ձևով ասվել, որ շատ դրա մասին չխոսեն։ Նաև որոշակի բառը մի քիչ կարող է տեղին չընչի, չելտնմենական պայմանավորվածություն ենթադրում եմ այդպես ձևակերպում։ Այսինքն ԶԼՄ-ներին հրահանգված որ եկեք չբզբզենք շորտական լեզվով ասած։ Հիշում եք, ուղիղ ասում են, որ մենք փորձել ենք ներքին համաձայնության գալ, որ իրենք այդ արևմտյան Ադրբեջան տերմինը չօգտագործեն, այդ ծավալապաշտական իրանց նկարդումների մասին չխոսեն, Երևան ու Գոյչա չասեն եւ այլն, դե մենք էլ այդ Արցախահայերի վերադարձի մասին չենք խոսի։ Հիմա նույնն էլ այդ տրամաբանության շրջանակի մեջ է։ Ռամիլ Սաֆարովի մասին դե ինֆորմացիան միևնույն արդահոսք պետք է լիներ, պետք է ազգային հերոս են սարքել մարդուն։ Հիմա եթե այդ երկրում այդ արժե համակարգնա, որ քնած սպային կացնահարելով դու դառնում ես ազգային հերոս ու գեներալի կոչում ես ստանում, ինչ ասեմ, դե արդեն խոսում է այդ ժողովրդի, այդ ժողովուրդն էլ է մի քիչ շատ ասված։ Այդ տեսակի մարդկանց մասին, ինչ ասեմ։ Բայց դե հատուցման ժամ գալու է, այդպես չի մնալու։ Եթե արտարադատությունը, դա ադրբեջանական արտարադատությունն էր։ Ընդ որում գնելով, այն ժամանակ Հունգարիայից հիշում եք այդ դրվագները մենք հարաբերությունները մեր վատթարացրեցինք, հիմա լավացրել ենք, դիվանագիտական հարաբերությունները վերականգնել ենք, հարցը այդ չի։ Ընդհանրապես ժամանակը, ասում են, նույնիսկ նման կնճռոտ հարցերն է լուծում, հարցը դա չի, հարցը այն է, որ մենք հետևություն պետք է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանին չէր ասում, մեր ժողովուրդները ապրել են իրար հետ, մենք էլի կսկսենք ապրել։ Շնորհավորում է դա ժողովրդագերբերում։ 5 տարվա մեջ կարողացանք այս խաղաղության։ Զուգահեռներ էր անցկացնում Ֆրանսիայի հետ, որտեղ ավելի երկար տարիներ 13 տարի հետևել աչքալուսանք էր տալիս Փաշինյանը, գիտեմ, հասկանալի։ Հիմա եթե ընդհանուր ամփոփենք, ինչ ունենք ներքաղաքական իրավիճակում եւ արտաքին հարաբերություններում։ Արտաքին հարաբերությունների ամեն դեպքում զարգացումներ կա, չենք կարող շղթել այս այցերը, իրենց հետևանքները եւ այլն։ Ներքին քաղաքական կյանքում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը եղավ, մեր ձևով շարժումն է բավականին ակտիվ։ Ինչ կասեք, եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը ռեսուրս չունի, վեհարանը չի կարող գրոհել, ժողովրդին մոբիլիզացնել չի կարող։ Գիտեք, ես իր փոխարեն չէի թերագնահատի Նիկոլ Փաշինյանին, աչքի առաջ ունեցած այս բոլոր դրվագները տեսնելով հանդերձ։ Չէի թերագնահատի ու ընդհանրապես գիտեք իմ մոտ առաջի տպավորությունն է որ ավելի շատ ոնց որ գրգռի հենց մանիպուլացնի որ տենց բան անեն հա գուցե ինչ որ հաշվարկով է դա անում դա մենակ ինքը գիտի բայց իմ մոտ առաջի տպավորությունը շատ անկեղծ դա է ու ինքը շատ վստահ է խոսում է որ իրանց պատվիրված թե ոչ իրանց պատվիրված սոցհարցումների արդյունքում իրենք հանգել են այդ եզրակացությանը ընդ որում փաստերով ասում որ երեք քաղաքական ուժեր մտնելու խորհրդարան մտնելու են եւ այլն դե բրավո ինչ ասեմ կա ընդ որում ասեց չէ որ իր դեմքով թե ուրիշ դեմքով բայց արդեն հաստատում է որ իր դեմքով այստեղ ես կարծում եմ որ իրենց ներկուսակցական ներթիմային խոսույթի մեջ պատտվում է որ բացառապես քո դեմքով կոնե պետք է լինենք որովհետև այնտեղ ուրիշ այլ ընկալելի կերպար որ այնպես ֆիգուր չկա որպես այդպեսին որ կարողանա այսպես ներգայանա հարությանը ու վաստակի հա մանավանդ գիտեք այդ հների այսպես ասած վերարտադրությանը ոնց են մարդիկ նայում ինչ սարսափով վախով ընդ որում նշում է որ Նիկոլ Փաշինյանը թոք է Հայաստանի վզին եւ պետք է ազատվել նրանից իդեպ ասեմ եթե թոք է հասկանալի է որ պետք է ազատվի լրատվամիջոցներ կարգուրել են թոք է եթե թոք է այսինքն ազատվել պետք չի Փաշինյանից դե հիմա ես էլ կարող եմ շատ գնահատականներ տալ թե ինչ է կամ օր առաջ ինչ պետք է անել, հա, մաքսիմալ, իհարկե բացառապես օրինական ճանապարհի մասին է խոսքը։
եղբայր գործեք, դուք խորհրդարանական ընդդիմություն եք։ Այսինքն Դուք ունեք բոլոր ռեսուրսները, բոլոր հնարավորությունները, հնարավորությունները, այ խոսում են կոնսենսուս լինի, համաժողովրդական, այդ ես էլ եմ ասում։ Արտախորհրդարանական նոր ձևավորվող ուժերի հետ կոնսենսուս պետք է լինի։ Ամեն մեկը իր մասոպտի քարը փեշերից թափի, այդ մեծապաշտական ինքնասիրահարվածի այդ գնահատականները այդ վիճակից դուրս գան, միած թափվեն, իջնեն գետին, հասկանան, որ միավորվելով, միաբանվելով ինչ որ process կարող են գեներացնել, մանավանդ ունեն, ես ձեզ վստահեցնում եմ այդ ռեսուրսը, այ ասում եք մեր ձևով, այ ասում եք բան Թաթոյան Արմանն է սկսե գեներացնել։ Ընդ որում Արման Թաթոյանն էլ չէ, ասել որ պետք է իրենք Դե եմ ասում, իրանք հիմա, դե հա, ապահովում են։ տեսեք, հա, այստեղ էլ ուրիշ խնդիր կա իհարկե այդ ասվածի մեջ, բայց փաստը այնա, որ ընդդիմություն ասվածը, լինի դա խորհրդարանական թե արտախորհրդարանական, պետք է հասկանան, որ պետք է հանդես գան լավագույն դեպքում մեկ օրակարգով, մեկ ճանապարհային քարտեզով ու ծրագրով, այստեղ, բայց այստեղ էլ ուրիշ հագասություն կա։ Անկամ այն ժողովրդի մի զանգվածը, որը պատրաստ է տեսնել, ինքը հագասություն է տեսնելու։ Որտեվ նրանք ասում են գոնե նորերը կան, որտեվ նախորդների այդ նախկինների վերարտադրություն վերադարձ չենք ուզում։ Շատ դեպքերում հիշում եք հայտնի խոսույթ է, որ ասում են հենց էտա Նիկոլին պահել ենք, որ հները չգան։ Ընդ որում հենց Քոչարյանի դեմքով, որտեվ սարս մի ուրիշ տիպի ֆոբիա կա։ Ընդ որում բարոն Քոչարյանն էլ այդ մասը խոսում, ասում է ժողովուրդը ասում է ավելի լավ է թեև սա ինչ որտեղ պատուհաս է, բայց ամեն դեպքում ավելի լավ է ինքը լինի։ Դրա համար գալիս ենք նրան, որ ժողովուրդը հենց այսպիսի այս ամեն ինչի արդյունքում է, որ պարակված է, որ ապատիկ է, ամորֆ է ինչ որտեղ։ Ինչ որտեղ կարելի է դրա համար մեղադրել, մինտեղ չի մեղադրել, որտեղ բանը բանից անցնում է։ Տեսեք, հնչում են հայտարարություններ, որ 26 թվականին եթե ինքը վերարտադրվեց, այդ ես էլ եմ ասել։ Հիմա էլ կկրկնեմ, առանց վարանելու, ցար բոգա դառնալու։ Դուք հələ տեսեք ինքը ինչերի է գնալու։ Եթե այսօր էսի անոնսն է դերևս հələ եկեղեցի բան, եթե ամենաուժեղ կառույցին, որը որ իրանից կախվածություն չունի, բերի իր դաշտ, սահմանադրությունն է փոխի, կատարելով պահանջները, այդ խաղաղաբերի կեցված։ Որոնց նորից հերքեց Ադրբեջանի պահանջով չեն անում սահմանադրության փոփոխությունը։ Բա այդ դեպքում այսքան տարի ինչի չեք անում, եթե այդքան շիտակ էիք։ Բա այն գլխից հա մենք հայտնի հիշում եք այդ խոսույթը, ես էլ եմ ասել, ձևակերպում ունեի, որ այդ սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հակավ եւ սազեց Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա չի ուզում հանել, որտեվ լավ հարմարվել է մեջը։ Բայց այսքան տարի 7-8 տարի դուք համարյա նախին նախագահներից ամենաշատ պաշտոնավարողն եք արդեն տարիների քանակով։ Բա դուք այսքան տարի ինչի մասին եք մը, բա սահմանադրությունը, եթե դուք իրոք անկեղծ եք, չէ, հիմա իրանց ձեռա տալի, չէ՞, ընտրական այսպիսի համակարգը, հա։ Հայտնի հիշում եք ինչ 40, այսինքն ձայների քիչ հավաքելով, միավորվելով ինչպես կարող են գալ իշխանության, որում դա կիրառելու են այդ բանը, մեթոդը, ավելի քան վստահ եմ։ Դա լավագույն այսօր գործիքն է, որը նվեր է տվել Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին։ Իր զարգացումների սպասել մինչև տարեվերջ։ Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում, եթե ինչ-որ վայրեվերումներ չլինեն, սահմաններին կրակոցներ չլինեն, այսինքն պատերազմական ռիսկը որը չկա մինչև հիմա եւ դա դրոշակի հասկանալի է ինչի չկա նաեւ, հա, ժամանակ շահելու պակա, դրանով պետք է ցույց տան, որ այդ տեսեք խաղաղությունը սահմանին զինվոր չի զոհվում, ուրեմն ես բերել եմ այդ խաղաղությունը, բայց հիմա հասկանում ենք, հա, դե ցույց են տալիս, որ եթե այդպես է, ուրեմն իրական խաղաղություն է եկել։ Ես այդ կարծիքը չեմ կիսում, դա հարցի մյուս կողմն է։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, այդ խաղաղությունը կախված է միայն Ալիևից։ Փաստորեն այդ մասով կարող է համաձայնել, որտեվ այստեղ երկու կողմ պետք է լինեն, չէ՞ որ այդ խաղաղություն լինի ու պատերազմ չլինի։ Կողմերից մեկը այսօր թելադրում է, դրա համար այստեղ միակողմանի զիջումներ է։ Մարդը ասում է, երևի ուշադիր չեք ասում, մարդը ասում է, ես կարող եմ ապացուցել, որ Հայաստանը պահանջներ չունի, տարածքային բան չունի։ Եթե այդ խոսույթով արդեն հանդես գալիս, հասկանում ես, չէ՞ որ ճնշում են իրեն, կամ ինքն է ճնշված, կամ գիտակցում է, որ ավելորդ դրա համար էլ չի արձագանքում ոչ մի ու այդ տպավորությունը այն տպավորությունը չի է, հա դե բան է խոսում են արհամարենք։ Ամեն դեպքում դեր զարգացումներ շատ ակտիվ։ Դե ներքաղաքական դաշտում ես կարծում եմ, որ հիմա վերադասավորումներ են գնում, ոչ թե կարծում եմ, այլ տեսնում եմ նոր թիմեր են ձևավորվում, նոր մարտիկ են գալիս, իրենց խոսույթով, իրենց ներկայանալով։ Հիմա
բոլոր հնարավորությունները ստեղծվել են, որ ժողովրդին ներկայանան, թող հավուր պատշաճի ներկայանան, եթե պրոֆեսիոնալ են, իրենց պրոֆեսիոնալիզմը դրսևորեն, հասկանան, ժողովուրդը հասկանա, որ սրանք այն մարդիկ են, որ քաղաքական միտք կրող են, ինքնաբավ մարդիկ են, դրսի հետ այսպես, հա, ինչ որ փոխկապակցվածություններ չկա, կաշկանդված չեն, այդ մարդիկ իրենք ինքնաբավ կայացած մարդիկ են, գրագետ մարդիկ են, հա, Թող իրենց դրսևորեն։ թող դրսևորեն, ժողովուրդը Կհանդիպենք հաջորդ տարի։ Պարոն Կարապետյան, այսօրվա համար շնորհակալություն հայտնում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։